Ավակ շաբաթը նախորդում է Հիսուս Քրիստոսի հարությանը, սկսվելով Ծաղկազարդից եւ յուրաքանչյուր օրը կոչվում է ավակ, ցույց տալով մեր Փրկչի երկրային կյանքի վերջին տնօրինական օրերը։ Եկեղեցին ամեն մի օրվա համար ներկայացնում է յուրահատուկ հանդիսավոր արարողություններ, հիշատակելով Քրիստոսի տնօրինությունները։ Ծաղկազարդի տոնի Սուրբ Պատարագի ավարտին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանից Մայր եկեղեցու պուրակում մանուկների օրհնությունից հետո հաջորդեց ծառատնկման արարողությունը։ Տոնի անմիջական մասնակիցներ Վանաձորի Սուրբ Աստվածածնի անունը կրող նախակրթարանի մանուկները իրենց ձեռքով տնկիներ դրեցին պուրակում, Աստվածաշնչի պատվիրաններն արտասանելով ծառեր զարդարեցին նվիրաբերելով եկեղեցուն։ Հավաքինշաբթի երեկոյան նախակրթարանից ընտրված 12 երեխաները, որոնք կերպավորել էին Տիրոջ աշակերտներին, նախ հնչեցրին եկեղեցու զանգերը, ապա սկսվեց ոտնլվայի կարգը դռան Գուգարատ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տերսեբու եւ Իսկոպոս Ջուլիանի։ Երուսաղեմում վերնատան աշակերտների հետ զատկական սեղան նստելուց հետո Հիսուսը մեկ-մեկ լվանում էր աշակերտների ոտքերը՝ ի նշան նրանց հանդեպ ունեցած սիրո, խոնարհության, հեզության, օրինակ դառնալով հորդորում նրանց նույն կերպ վարվել միմյանց հանդեպ։ Ոտնլվայի արարողության ժամանակ բացում են խորանի վարակույրները, օգնում է ջուրը, յուղը, որը խորհրդանշում է մեղավոր կնոջ կողմից Հիսուսի ոտքերի օծումը յուղով։ Սրբազան հայրը 12 մանուկների ոտքերը լվաց ի հիշատակ Հիսուսի կատարած ոտնլվայի։ Արարողությունից հետո առաջնորդ Սրբազան հայրը իր խոսքը ուղղեց հավատացյալներին։ Մի բան թարալես պակասում է երկրի բոլորակի վրա, դա այն է, սիրել, ներել ու հանդուրժել իրենք։ Եկեղեցական արարողությանը ներկա էին բազում հավատացյալներ, այդ թվում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու խաչքավոր ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, ովքեր իրենց օջախ տարան օրհնված յուղը։ Արարողությունը եկեղեցու ծիսակարգ է մտել 11-րդ դարում Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի կողմից։ Հավաքինշաբթի երեկոյան կիզակետն է հավատի ու անհավատության, հավատարմության ու դավաճանության պայքարի։ Այդ գիշեր Հիսուսը հայտնում է Հուդային իրեն մատնելու մասին ասելով. «Հիմա ինչ որ անում ես, իսկույն արա»։ Քրիստոսի մատնության, չարչարանքների ու խաչելության նվիրված արարողությունը կոչվում է խավարման կարգ։ Դիվան Գուգարատ թեմի